Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Երբ սեպտեմբեր ամսին մենք որոշեցինք սկսել դասախոսությունների շարք նվիրված քվանտային ֆիզիկային եւ մասնավորապես քվանտային մեխանիկային, մեր հիմնական նպատակն էր ծանոթացնել հարգարժան հանդիսատեսին ժամանակակից ամենակարևոր ուղղություններից մեկի հետ ֆիզիկայի, որի հայտնագործությունները շատ լուրջ կերպով մոտ ապագայում կարող են փոխել մեր կենցաղը։ Այդ գիտությունը ի սկզբանե դիտարկվում էր ինչպես բացարձակապես առեղծվածային եւ իրական կյանքից հեռու մի անհասկանալի տեսություն եւ պատկերացնել հնարավոր չէր, որ ընդամենը 1 դարի ընթացքում քվանտային մեխանիկան, լինելով абստրակտ եւ առաջի հայացքից միայն միկրոաշխարհը նկարագրող մի բարդ տեսություն, հնարավոր կլինի դարձնել ճարտարագիտական մի կարևորագույն ճյուղ եւ ժամանակակից էլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի, նյութագիտության կարևորագույն գաղափարական հենքը։ Այսօր մենք վստահությամբ կարող ենք ասել, որ քվանտային մեխանիկան եւ այն կարևոր մեթոդները, որոնք ընկած են այդ տեսության հիմքում, թույլ են տալիս արդեն նախագծել եւ ստեղծել սարքեր, որոնք օժտված են շատ բարձր արդյունավետությամբ եւ ամենակարևորը ճկուն կառավարելիությամբ։ Առաջի ակնառու եւ շատ լուրջ հաջողությունները, որոնք պայմանավորված են քվանտային երևույթների կիրառմամբ տարատեսակ սարքերում, սկսեցին ի հայտ գալ 40-ականների վերջում, երբ փաստացի բերու լաբորատորիաներում ստեղծվեցին առաջի տրանզիստորները եւ հասկանալի դարձավ, որ քվանտային օրինաչափությունները կարող են էական դեր խաղալ նաեւ էլեկտրոնային սարքերում։ Ընդ որում ամենազարմանալին այն էր, որ գիտնականները մինչև վերջ չէին կարողանում գիտակցել այդ չափազանց կարևոր դերը, որը որ խաղում էին քվանտային երևույթները, այսպես կոչված բազմամասնիկային շատ հետաքրքիր եւ նորից պետք է կրկնվեմ առեղծվածային երևույթները ուսումնասիրելիս։ Որոշ ժամանակ անց գիտնականներին հաջողվեց բացատրել գերհաղորդականության երևույթը, որի հիմքում նույնպես ընկած էին քվանտային երևույթներ եւ կարծում եմ շատերը գիտեն նրա մասին, որ հիմա շատ ինտենսիվ հետազոտություններ են այդ ուղղությամբ իրագործվում, որովհետեւ եթե հնարավոր լինի ստեղծել արդյունավետ աշխատող գերհաղորդիչ սարքեր, ապա չափազանց մեծ էներգիայի խնայողություն կարելի է դրանով ապահովել եւ շատ բարձր արդյունավետությամբ սարքաշինություն ձևավորել։ Պետք է նշել, որ հիմքը այդ սարքաշինության, որը այժմ անվանում են քվանտային սարքաշինություն կամ այլ կերպ ասած քվանտային ճարտարագիտություն, իսկ ընդհանուր առմամբ կարելի է դա բնութագրել ինչպես քվանտային տեխնոլոգիաների ոլորտ, դրված է եղել դեռ 30-ական, 40-ական թվականներին։ Պարզապես գիտակցումը այն հանգամանքի, որ այդ օրենքները եւ օրինաչափությունները մենք կարող ենք կիրառել սարքեր ստեղծելու համար, եկավ որոշ ժամանակ անց։ 60-ական թվականները արձանագրեցին շատ կարևոր հայտնագործություններ լազերային ֆիզիկայի ոլորտում, այնուհետև սկսվեց մի շատ կարևոր դարաշրջան, որը կարելի է անվանել նանոտեխնոլոգիաների դարաշրջան։ Ես իմ դասախոսությունների ընթացքում նշել էի, որ դեռ 1959 թվականին ամերիկացի հանճարեղ ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյմանը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանի տարեկան նիստի ժամանակ ամերիկյան ֆիզիկական ընկերության մի չափազանց կարևոր զեկույցով է ելույթ գալիս, որի ժամանակ նա պնդում է, որ մարդկությունը ոչ միայն պետք է իր հայացքը ուղղի դեպի տիեզերք եւ ուսումնասիրի մակրոօբյեկտները, այլ արժե նաեւ շատ ուշադիր ուսումնասիրել միկրոօբյեկտները, որովհետեւ այնտեղ չափազանց հարուստ եւ հետաքրքիր ֆիզիկա կա։ Այդ զեկույցում նա ըստ էության հիմք է դնում այն ամենի, ինչը հետագայում կձևակերպի ինչպես նանոտեխնոլոգիա եւ նանոգիտություն։ Ընդ որում պետք է նշել, որ մի շարք գաղափարներ, որոնք այդ զեկույցի ժամանակ առաջ են քաշվում Ֆեյմանի կողմից, այն ժամանակ կարող էին ընկալվել բացառապես ինչպես ֆանտաստիկայի ոլորտից, մասնավորապես նա համարում էր, որ հնարավոր է իրականացնել ատոմական մակարդակով ճարտարագիտություն եւ առանձին ատոմների շերտերով կամ նույնիսկ առանձին ատոմների միջոցով
ստեղծել սարքեր, որոնք հետագայում կկարողանան մարդկանց օգնել տարատեսակ հարցերում։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ ամենը դարձավ իրականություն։ Այսօր մենք կարող ենք ասել, որ համենայն դեպս քվանտային նանոկառուցվածքներում այդ ամենը հնարավոր եղավ իրականացնել, եւ մենք մեծ ուրախությամբ պետք է արձանագրենք այն փաստը, որ մի շարք շատ կարևոր օպտոէլեկտրոնային սարքեր այսօր իրենց հիմքում պարունակում են այն կարևորագույն գաղափարները եւ օրինաչափությունները, որոնք առաջ են քաշվել քվանտային մեխանիկայի կողմից եւ ժամանակին կանխատեսվել են նույն Ռիչարդ Ֆեյնմանի կողմից։ Պետք է նշեմ, որ քվանտային մեխանիկան ի սկզբանե ընկալվում էր ինչպես բացարձակ абստրակտ գիտություն, եւ այստեղ շատ մեծ դեր էր խաղում նաեւ այն հանգամանքը, որ գիտնականները նոր մաթեմատիկայի միջոցով էին նկարագրում այդ համակարգերը։ Այլ կերպ ասած, քվանտային մեխանիկան ստիպեց, որ գիտնականները լրիվ այլ լեզվով սկսեն խոսալ միկրոաշխարհի հետ, եւ դա ձևավորեց համապատասխան մաթեմատիկական ապարատը, որը տարիների ընթացքում զարգացավ եւ ըստ էության կարելի է ասել, ինչ որ ժամանակ հետո այդ ամենը ձևավորվեց ինչպես ֆիզիկական մաթեմատիկա եւ կարելի է նույնիսկ ասել, որ դա մի ոլորտ է մաթեմատիկայի, որը ավելի շատ օգտագործում է ֆիզիկոսների կողմից եւ մասնավորապես փորձում են ֆիզիկոսները այդ ամենը օգտագործել տարրական մասնիկների ֆիզիկան նկարագրելու համար, ուր միգուցե առավել ցայտուն կերպով են արտահայտված քվանտային օրինաչափությունները եւ առավել առեղծվածային օրինաչափություններն են ի հայտ գալիս եւ մասնավորապես շատ բարդ գաղափարներ են առաջ քաշվում տարածության չափողականության հետ կապված, ժամանակի գաղափարը վերանայվում է եւ մենք ինչ որ առումով կարելի է ասել կանգնած ենք շատ հետաքրքիր եւ մի շարք որոշակիորեն կարելի է ասել բեկումնային հայտնագործությունների առջև, որոնք հետագայում կարող են ամբողջությամբ փոխել մեր պատկերացումը տիեզերքի եւ առհասարակ մեզ շրջապատող բնության մասին։ Ինչ կարելի է ասել, ամփոփելով այս դասախոսությունների շարքը։ Նախ եւ առաջ մենք փորձ արեցինք համեմատաբար պարզ լեզվով ներկայացնել այն հանգուցային կարևորագույն գաղափարները, որոնք որ ընկած էին քվանտային ֆիզիկայի եւ մասնապես քվանտային մեխանիկայի հիմքում։ Հասկանալի է, որ հիմնարար կերպով այդ ամենը գիտակցելու համար անհրաժեշտ է կիրառել նաեւ որոշակի մաթեմատիկական մոտեցումներ, սակայն մեր նպատակը դա չէր։ Մենք փորձում էինք պարզապես մեր հարգելի հանդիսատեսին ներկայացնել այն կարևորագույն ձեռքբերումները, որոնց շնորհիվ այսօր ձևավորվում է մի նոր, լրիվ նոր տեխնոլոգիական քաղաքակրթություն, որը ամենայն հավանականությամբ 21-րդ դարի երկրորդ կեսի ընթացքում կարձանագրի շատ լուրջ հաջողություններ տարբեր ոլորտներում, սկսած դեղագործությունից եւ վերջացրած ինֆորմատիկայով եւ ինֆորմացիայի պաշտպանությամբ։ Այսօր արդեն մի շարք զարգացած երկրներ ձևավորում են հատուկ ծրագրեր, որոնք ամբողջությամբ նվիրված են քվանտային գիտությանը եւ տեխնոլոգիաներին։ Հասկանալի է դառնում, որ այն ուղղությունները, որոնք որ այժմ համարվում են առավել արդիականը եւ որոնք ունեն անմիջապահական ելք դեպի սարքաշինություն, հետագայում ձևավորելու են այդ երկրների տնտեսությունը եւ ինչը շատ կարեւոր է, հայտնագործությունները այդ ոլորտում կարող են էապես փոխել ինչպես երկրի անվտանգային համակարգը, այնպես էլ կենցաղը այն բնակչության, որոնք այդ երկրներում ապրում են եւ ամենակարևորը էապես կարող են հեշտացնել մարդկանց կյանքի որակը։ Այսօր արդեն կարելի է մի բան հստակ արձանագրել, որ քվանտային մեխանիկան դարձել է ճարտարագիտական գիտություն։ Լավագույն համալսարաններում, որոնք ունեն նաև տեխնիկական ուղղվածություն, քվանտային մեխանիկայի դասընթացները դառել են պարտադիր եւ հասկանալի է դառնում, որ դա նոր, այսպես կոչված, գաղափարական հենքն է այժմ արդեն ընթացող տեխնոլոգիական հեղափոխության, որի արդյունքում ամենայն հավանականությամբ մենք վկա կլինենք լրիվ նոր տիպի սարքերի ստեղծման եւ դա կարող է էապես փոխել մեր հնարավորությունները, մասնավորապես տիեզերքի նվաճման գործում։ Ամենապարզ օրինակը հասկանալի է դառնում, որ չափազանց կարևոր է յուրաքանչյուր
գրամը, երբ դուք տիեզերանավը ուղարկում եք դեպի լուսին կամ առավել ևս դեպի Մարս մոլորակ։ Երկար ժամանակ մեծ խնդրեմ էր իրենից ներկայացնում այն խնդիրը, թե ինչպես պետք է ապահովել լուսավորությունը այդ համակարգերում եւ ինչ քանակի կոպիտ ասած լամպեր դուք պետք է ուղարկեք տիեզերագնացների հետ միասին երկրագնդից դեպի Մարս թռիչքի ընթացքում, որ նրանք կարողանան ապահով լինեն այդ հարցում։ Զարմանալի է, բայց քվանտային տեխնոլոգիաները այստեղ էլ եկան օգնության։ Երբ հասկանալի դարձավ, որ արհեստական ատոմների հենքի վրա ստեղծած լուսադիոդները կարող են չափազանց երկար ժամանակ արդյունավետ աշխատել եւ դա հնարավորություն կտա բավականին փոքր քանակի լապտերով, որոնք որ պետք է պարզապես պահեստավորել եւ տիեզերագնացների հետ միասին ուղարկել դեպի տիեզերք, նրանք կարող են հասնել երկրագնդից դեպի Մարս, պարզ դարձավ, որ քվանտային մեխանիկան էական օգնություն կարող է ցուցաբերել նաեւ տիեզերական թռիչքների ընթացքում։ Առհասարակ քվանտային ֆիզիկան թույլ է տալիս տանել դեպի մասշտաբային փոքրացման տարատեսակ սարքերի, ինչի շնորհիվ հնարավոր է լինում փոքր գաբարիտների էլեկտրոնային սարքեր ստեղծել եւ դրա շնորհիվ էապես թեթևացնել օգտակար քաշը, որը որ հետագայում ուղարկվում է դեպի տիեզերք։ Մյուս կողմից քվանտային մեխանիկան թույլ տվեց կանխատեսել այսպես կոչված արհեստական նյութերի ստեղծումը։ Ի սկզբանե զուտ հաշվարկային մեթոդների հիման վրա, իսկ այնուհետև նաև տեխնոլոգիական փուլերի զարգացման շնորհիվ փորձերի միջոցով հնարավոր եղավ ստեղծել արհեստական կերպով ձևավորված բյուրեղական ցանցեր եւ ձևավորել նյութեր, որոնք օժտված են յուրօրինակ հատկություններով։ Փաստացի ստացվում է, որ մարդը ինքը կարող է ձևավորել ինչպես արհեստական պարբերական աղյուսակներ, այնպես էլ այդ պարբերական աղյուսակների հենքի վրա ստեղծել նյութեր, որոնք օժտված կլինեն ճկուն կառավարելիությամբ եւ հնարավոր կլինի այդ նյութերը օգտագործել տարաբնույթ սարքերում։ Չափազանց մեծ դեր է խաղում քվանտային մեխանիկան ժամանակակից ինֆորմատիկայում։ Հասկանալի է դառնում, որ քվանտային տրամաբանությունը թույլ է տալիս կտրուկ մեծացնել հաշվարկների արագագործությունը։ Շնորհիվ այդ հանգամանքի հնարավոր է եղել լուծել մի շարք շատ բարդ խնդիրներ, որոնց լուծման համար ստանդարտ մեխանիզմների հիման վրա անհրաժեշտ կլիներ ծախսել շատ մեծ ժամանակ։ Իր հերթին քվանտային համակարգիչները այդ խնդիրները կարողանում են լուծել շատ արագ եւ արդյունավետ։ Հասկանալի է դառնում նաեւ, որ ժամանակակից դեղագործության ոլորտում մենք կարող ենք արձանագրել հետագայում չափազանց կարևոր արդյունքներ, որովհետեւ եթե դուք ունենում եք հզոր հաշվողական հենք, ապա հնարավոր է լինում մոդելավորել բարդ մոլեկուլային համակարգեր եւ դրա հիման վրա ստեղծել նոր տիպի դեղամիջոցներ, որոնք օժտված կլինեն բարձր արդյունավետությամբ եւ կփրկեն մարդկային կյանքեր, ինչը չափազանց կարեւոր է։ Ամփոփելով մենք կարող ենք ասել հետեւյալը, որ 21-րդ դարի կարևորագույն գիտություններից մեկը, ճյուղերից մեկը ֆիզիկայի անշուշտ հանդիսանում է քվանտային մեխանիկան եւ քվանտային ֆիզիկան։ Ինչպես հետևանք, հնարավոր է լինում ձևավորել նոր տիպի արդյունաբերություն, որը կապված է քվանտային տեխնոլոգիաների հետ եւ հասկանալի է մի հանգամանք, որ այդ ամենը էական ազդեցություն է ունենալու ոչ միայն զուտ գիտական եւ տնտեսական առումով, այլ անշուշտ նաեւ քաղաքական առումով։ Ակնհայտ է, որ քվանտային երևույթները եւ քվանտային տեխնոլոգիաների հենքի վրա ստեղծված սարքերը նաեւ կարևոր անվտանգային խնդիրներ են լուծելու։ Իսկ դա արդեն անմիջապես պայմանավորված է պետության անվտանգության հետ։ Հայաստանում բարեբախտաբար այսօր գիտակցում այն հանգամանքի, որ այդ գիտությունը կարևոր է եւ պետք է զարգանա, կա։ Ստեղծված են մի շարք ծրագրեր, որոնց շրջանակներում պատրաստում են ուսանողների եւ ապագա մասնագետների։ Գոյություն են գիտական խմբեր, որոնք չափազանց արդյունավետ աշխատում են այդ ուղղությամբ։ Եվ ինչ որ առումով կարելի է հույս ունենալ, որ հետագայում Հայաստանը կկարողանա իր ուրույն տեղը զբաղեցնել այդ ոլորտում եւ պետք է լիահույս լինել, որ կգա մի օր, երբ Հայաստանը նույնպես կդառնա այդ մեծ համայնքի մի կարևոր բաղադրիչ մաս
եւ մենք կկարողանանք ժամանակի ընթացքում ստեղծել գիտահենք տնտեսություն, որի կարևորագույն ճյուղերից մեկը կլինեն քվանտային տեխնոլոգիաները։ Ինչ որ առումով այս դասախոսությունները նաև միտված էին այն նպատակին, որ երիտասարդներ, որոնք որ կծանոթանան այս գաղափարների հետ, միգուցե ժամանակի ընթացքում կուզենան կապել իրենց ճակատագիրը գիտության հետ եւ հետագայում կդառնան այդ ոլորտի առաջատար մասնագետներ։ Եվ եթե մեզ հաջողվի գոնե մի քանի տասնյակ հետագայում լավ երիտասարդներ նախապատրաստել շնորհիվ այն շփման, որը մենք փորձեցինք ձևավորել այս հաղորդաշարների ընթացքում, մենք կհամարենք, որ չափազանց կարևոր մի գործ իրականացրեցինք։ Անչափ շնորհակալ ենք ձեր ուշադրության համար եւ ամենայն բարին եւ լավը ձեզ։